2026 թվականի հունվարին Ադրբեջանը Հայաստան է արտահանել $2.4 միլիոն արտադրանք, հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ-ն հղում անելով Մաքսային կոմիտեին։ Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարել են, այս մասին հայտնել են գլխավոր դատախազությունից։ Հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանն անդրադարձ կատարելով նախագծվող ամերիկյան մոդուլային ատոմային էլեկտրոկայանին ընդգծել է, որ այն ունի մի շարք առավելություններ։ Այն պասիվ հանգստի անցնելու մեխանիզմով է աշխատելու վթարային իրավիճակներում մոդուլային ԱԵԿ-ի սառեցման համար մարդու միջամտության կարիք չկա, նշել է նա։ Հայաստանի օկուպացված տարածքների հարցը բարձրաձայնվել է եւ կա երկկողմ փոխըմբռնում, որ խնդիրը պետք է կարգավորվի սահմանազատման գործընթացի համատեքստում, հայտարարել է քաղաքագետ Նարեկ Մինասյանն անդրադառնալով ադրբեջանական քաղաքասրակության հետ վերջին հանդիպմանը։ Ադրբեջանի նախագահի օգնական Հիգմեթ Հաջիևը X սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել եւ անդրադարձել TRIP նախաձեռնությանը։ TRIP նախաձեռնությունը բարենպաստ հնարավորություններ է ստեղծում Կասպից ծովի, Կենտրոնական Ասիայի եւ Բալկանյան տարածաշրջանի միջև կապերի ամրապնդման համար, նշել է նա։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից հայտնում են, որ Ինտեր Յուվենտուս խաղից հետո Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Երիշե Մելիքյանը հանդիպել է Հենրիխ Մխիթարյանի հետ։ Վերջինս վերահաստատել է, որ այս փուլում կենտրոնացած է բացառ